Բարի լույս։ Սատանայի առաքելություններից մեկը բաժանություն մտցնելն է։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի մարդը մարդուն թշնամանա, մարդը մարդու հետ բաժանվի, միասին չլինի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հիմնական առաքելությունը իդեմս եկեղեցվո միավորել մարդկանց, դարձնել մեկ ամբողջություն, շղթայի, յուրաքանչյուր մեկը շղթայի մեկ մասնիկ։ Բայց եւ այնպես այսօր էլ սիրելիներ շարունակվում է բաժանությունը մարդկանց մեջ։ Տարատեսակ հարցերի շուրջ, ընտանիքների մեջ տեսնում ես կենցաղային խնդրի շուրջ ամուսինն ու կինը իրարից բաժանվեցին։ Զավակները մերժեցին իրենց ծնողներին, ծնողները հեռացան զավակներից։ Հասարակության մեջ, ընկերային հարաբերության մեջ մի փոքրիկ խնդիր եւ այլևս անգամ թշնամանք կարող է լինել։ Եվ այսօր մեր երկրում սիրելիներ կարծեք թե թևածում է այդ բաժանության ոգին։ Ով է գործում բաժանության առաքելությունը ում է տրված, անշուշտ սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսին երբ մոտեցան ասելու թե ինչ իշխանությամբ է դա անում եւ փորձում են մեղադրել ասելով որ Բեեղզեբուղի իշխանությունն է գործում, Տերը հստակ պատասխան է տալիս նրանց Ղուկասի ավետարանի 11-րդ գլխում։ Իսկ նա իմանալով նրանց մտածումները ասաց նրանց. Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է։ Նույնպես եւ ամեն ընտանիք, որի անդամները կռվում են միմյանց հետ։ Արդ եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվեց, նրա թագավորությունը ինչպես կարող է կանգուն մնալ, որովհետև իմ մասին ասում եք, դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով։ Եթե ես դևերին հանում եմ Բեեղզեբուղի միջոցով, ձեր հետևորդները ինչով են հանում, դա ցույց է տալիս, որ դուք սխալ եք։ Իսկ եթե Աստծո ուժով եմ հանում դևերին, ապա Աստծո արքայությունը հասել է ձեզ վրա։ Երբ հզոր մի մարդ լավ զինվի պահպանելու իր տունը, նրա ինչքն ապահով կլինի։ Բայց եթե նրանից ավելի հզորը կա նրա վրա եւ հաղթի նրան, նրանից կհանի այն զենքերը, որոնց վրա հույս էր տրել, եւ նրա ավարը կբաժանի։ Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Ուրեմն Տերը հստակ բացատրություն է տալիս, ասելով, որ եթե ես դևերի իշխանով եմ սա անում, ուրեմն իմացեք, սատանայի թագավորությունը բաժանված է։ Բայց Տերը անում է Աստծով, Աստծո ուժով, իր աստվածային ներգործությամբ եւ դրանով ցույց է տալիս, որ այստեղ Աստված է գործում եւ որտեղ Աստված է գործում, կամ Աստծո հետ ես, կամ Աստծուն դեմ ես։ Սիրելիներս, բաժանությունը, կռիվը, հակառակությունը սատանայինն է։ Համերաշխությունը, միաբանությունը Աստծունն է։ Տեր Հիսուս Քրիստոսի նպատակը մեկն էր՝ միաբանել մարդկանց, փորձելով օգնել, բժշկել, շտկել, առաջնորդել, խրատել, հրաշքներ գործել, որով մարդիկ պիտի միաբանվեին։ Այսօր էլ Տերը գործում է մեր կյանքում իդեմս մայր եկեղեցվո։ Ուղղակի պետք է հասկանալ, թե մեր միաբանությունը որտեղ պիտի լինի։ Ըստ իս, եւ ես վստահ եմ իմ կարծիքի մեջ, մեր միաբանությունը մայր եկեղեցով է։ Այլ տարբերակ չկա։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ սիրելիներս։ Աստված օրհնի ամենքիս։